սկսել է աշխատել, մենք տեսնում ենք, որ շատ կոնկրետ քայլեր են արվում այդ ուղղությամբ, եւ այնտեղ էլ որ հոտն առել են, դե թող առնեն, ինչ ա եղել, մենք չենք թաքցնում եւ չպետք է թաքցնենք մեր ձգտումը զրկելու Ռուսաստանին հնարավորությունից մեր վրա ճնշում գործադրելու, լինի դա տնտեսական լծակով, նաեւ լինի դա ներսից մեր վրա հարձակվելով, իսկ մենք դեռ Ռուսաստանին թողել ենք այդպիսի հնարավորություններ մեզ վրա ներսից հարձակվելու, այդ ամենը պետք է լիկվիդացվի օր առաջ, ես բազմիցս եմ խոսել դրա մասին, մեր կուսակցությունը եւս բազմիցս խոսել է այդ մասին, ավելին ասեմ, այդ ներկայության շարունակականությունը շարունակաբար գայթակղություններ է ստեղծում Ռուսաստանի համար, շարունակելու իր այս քաղաքական գիծը Հայաստանի հետ կապված, Ռուսաստանը պետք է հույսը կտրի Հայաստանից, Հայաստանը Ռուսաստանի աչքերում պետք է դառնա անհույս այսպիսի քաղաքականության համար, իսկ այստեղ Հայաստանն անելիք ունի, Հայաստանը պետք է ներսում կատարի աղբահանություն քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, եւ այո, իր արտաքին առևտրի կառուցվածքը փոխի Ռուսաստանին թույլ չտալով մեզ վրա ճնշել առանձին, այսպես ասենք, ապրանքային պոզիցիաներով, հա։ Պարոն Միրաբյան, Ալիևն ինչ է անում, մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից նաև հիբրիդային պատերազմ վարում, եթե հիշենք կամ հղում անենք նրա վերջին հայտարարություններին, այդ նախկաներին իջեցված հանձնարարությունները, որ պետք է գտնել փաստական հենքեր, ապացուցելու, որ մեր տարածքները ադրբեջանական են, իրենց են վաղուց պատկանել։ Եվ սրա դեմը մենք ինչպես պետք է առնենք, որովհետև չկա հայտարարություն, չկա պատասխան, Ալիևին համարժեք գոնե թե այդպիսի գնահատականներ ամեն դեպքում ես չեմ հանդիպել, որ Հայաստանից եղել է համարժեք արձագանք, մինչդեռ ասում են, որ Ալիևը կամ Ադրբեջանը կարողանում է երկարաժամկետ կտրվածքով, այո, իջեցնել կեղծ հանձնարարություններ, հետամուտ լինել դրանց եւ թեկուզ 50 տարի հետո հասնել իր բոլոր շրջանառության մեջ դրված թեզերի լեգիտիմացմանը։ Նախ Ալիևը այն ինչ որ ասում է, Ալիևի ասածները իներցիայով տեղավորվում են Ռուսաստանի կողմից վարվող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում, որտեղ Ալիևը եւ Ալիևի ռեժիմը իներցիայով շարունակում է կատարել ռուսական կայսերապաշտության բութ գործիքի իր գործառույթը իներցիայով որն է դրա պատասխանը գիտեք ինչ երբ ձեզ վրա մի շուն է հաչում ապա ամենավերջին բանը որ պետք է անել դա ասենք նույն շան դիրքը ընդունել եւ հաչալ շան վրա ի պատասխան հասկանում եք խոսքը դրա մասին չի կարող լինել ընդհանրապես Ալիևի ասածները, որոնք հերկվում են նույնիսկ Վիկիպեդիայի մակարդակով, իմաստ չունի մտնել այդ ոլորտը, բայց Հայաստանը պետք է պատասխան տա դրան ինչպես, գործով։ Որն է գործը։ Հայաստանը ուղղակի պետք է դառնա նորմալ պետություն։ Հայաստանի բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն դրան։ Եվ Ալիևը գա այն եզրակացության, որ ասի չասի մի հաշիվ։ Այդ տեսակետից էլ այո Հայաստանը պետք է Ալիևի ասացի եւ չասացի հետ կապված դառնա անհույս։ Եվ եւս մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Ալիևի ասածները ունեն այնքանով էֆեկտ, որքանով այդպիսին ապահովում է Հայաստանում գործող Ռուսաստանի 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը, որը 2 ժամից հետո այդ ամենը հայերեն թարգմանած խոսափողերն առած յալանչիների նման պատտվում է Հայաստանի պաշտոնյաների հետևից։ Իսկ Հայաստանի պաշտոնյաներն էլի իներցիայով շարունակում են այդ
ամենին իրենց պարտավորված համարել այդ ամենին ասենք արձագանքել ուղղակիորեն։ Մինչդեռ այդ ամենը վաղուց պետք է փակվի, հասկանում եք։ Հայաստանում չի կարող լինել ժողովրդավարական շրջանակներում լեգիտիմ կամ լեգալ 5-րդ Շարասյան գործունեությունը, այլ պետության շահերի սպասարկումը, թշնամական պետության շահերի սպասարկումը Հայաստանի ներսում չի կարող ուղղակի։ Եվ ով պետք է այդ հարցը լուծի, այո, պետությունը։ Պետություն ասելով ում նկատի ունենք, պետության անունից խոսելու եւ գործելու մանդատ ունեցող քաղաքական մեծամասնությունը, որը զբաղված է ամեն ինչով բացի այս գործը կատարելու։ Եվ հարց տալուց էլ տալիս է գիտահետազոտական բացատրություններ առայն թե ինչու ոչ։ Իսկ երբ խոսվում է միջազգային փորձի մասին, օրենսդրական փոփոխությունների մասին, ի հայտ են գալիս հաստագլուխ իրավաբան կոչյալները, հա, իրենց էլ կոչում են կոնսերվատիվ իրավաբաններ, իսկ իրենց ավելի ճիշտ է կոչել Աղվան Հովսեփյանի պաչած իրավաբաններ, եւ քար են գցում ամեն ինչի վրա։ Եվ շրջանը փակվում է դրանով։ Եվ մենք նորից դոփում ենք տեղում։ Ահա եւ ողջ իրականությունը։ Սա նշանակում է, պարոն Մեհրաբյան, որ Ռուսաստանի եւ Բաքվի համար Հայաստանի այդ անհույս լինելը կարող է ապահովել նոր իշխանությունը, այլընտրանքային իշխանությունը, Փաշինյանի իշխանությունը, ինչպես տեսնում ենք, առայժմ այդ ուղղությամբ դուք էլ արձանագրեցիք կոնկրետ գործողություններ։ Տեսեք, մենք խանութում չենք, ասենք, սա լավը չի, այն կողքինը տվեք։ Թափած չի։ Մենք ունենք այն իշխանությունը, որ ունենք։ Որպես ուժի ներկայացուցիչ դուք օրինակ չեք կարծում։ Մենք համարում ենք, որ իշխանությունը մինչև ընտրություններ պետք է 5-րդ Շարասյանը դուրս հանի քաղաքական process-ից, որպես լեգալ մասնակից։ Սա աբսուրդ է։ Հասկանում եք։ Որովհետև նրանք գալիս են, մտնում են ընտրական process, կեղտոտ փողերով, հանուն ինչի։ Հանուն կեղտոտ փողերի պաշտպանության։ Սա չի կարող լինել օրինակը։ Ես հասկանում եմ կարողությունները չեն բավարարում, բայց կարողությունները մեծացնելու ճանապարհներ կան։ Եվ ոնց որ թե այդ ճանապարհների տեղերն էլ գիտեն, ձևերն էլ գիտեն, դրեք եւ արեք։ Երբ դուք խոսում եք այն երկու անձանց մասին ում հայհոյելու համար քրեական գործ են հարուցել խուլիգանության հոդվածով, Ռոբերտ Քոչարյանը անում է մասշտաբներով շատ ավելի մեծ եւ վտանգավոր այսպես վերբալ տերրոր ընդդեմ Հայաստանի Հանրապետության, քան այդ անձինք։ Երբ Մարիա Զախարովան մռմռում էր Վարդան Նիկոլաևիչի վրա այն պետության սուվերենությունը կասկածի տակ դնելու հոդվածի հարցը, չէ՞, բնականաբար հարց առաջանում, իսկ Ռոբերտ Քոչարյանի վրա ոնց չի տարածվում այդ նույն հոդվածը, հա։ Հարգելի թթվիկար իրավաբաններ, ովքեր կարող է պնդեն դրա հակառակը, գնացեք աշխատեք։ Բա դուք ինչի համար եք։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումը, պարոն Մեհրաբյան, ինչ որ բան կփոխին այդ իմաստով, նաև այդ նախկին նախագահների լռելու իմաստով, այսինքն կլինեն բացահայտումներ շրջադարձային, որոնք ոչ միայն կստիպեն փակել այդ մարդկանց բերանները, այլև ընտրությունների համատեքստում լուրջ փոփոխությունների կբերի։ Բանակցային գործընթաց։ Ես ոնց հասկացա, սպասում են ֆորմալ առումով Մինսկի խումբը փակվի, լուծարվի, նոր բացեն։ Հասկանում եմ ես այդ տրամաբանությունը եւ համարում եմ, որ այո, օր առաջ այդ ողջ բանակցային գործընթացը պետք է դառնա
եւ գրքերով էլ հրապարակվի այդ ողջ արխիվը եւ դառնա հանրության համար հասանելի, բայց ոչ միայն դա, այլև քառօրյա պատերազմի զեկույցը եւ 44 օրյա պատերազմի զեկույցը, որը թթվիկար իրավաբանները ուզում են տանեն թաղեն, տանեն գցեն արխիվ, չեմ հասկանում ինչի համար, ենթադրություն էլ չկա թե ինչի համար, չեմ ուզում ենթադրել, չեմ ուզում. Բայց ամեն դեպքում այդ զեկույցների հրապարակումը դա հարցերը առաջացնում, բացի դրանից էլ ստեղծում է բաց դաշտ մանիպուլյացիաների համար, որը մեզ ձեռ չի տալիս եւ հանդիսանում է մեր պետության համար ազգային անվտանգության սպառնալիք, որի վրա ձեռքեր են տաքացնելու մեր պետականության թշնամիները եւ դարձնելու են գործիքավորելու են այդ ամենը մեր դեմ հիբրիդային պատերազմը թեժացնելու համար, մանավանդ այս ամենը տեղավորվում է նախընտրական համատեքստում. Ամփոփելով պարոն Մեհրաբյան, հիմա այդ նույն նախընտրական համատեքստում ձեր քաղաքական ուժը կամ ձեր նման քաղաքական ուժերը ինչ են կարծում, ինչ տպավորություն ունեն, մրցունակ կլինեն իրենք այդ մրցակցության պայմաններում, երբ որ դաշտում է Ռոբերտ Քոչարյանը իր ռեսուրսով, Սերժ Սարգսյանը իր ռեսուրսով, Սամվել Կարապետյանը. Ես ասացի, երևի թե ստիպված եմ կրկնելու այդ մասով, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն, Սերժ Սարգսյան քաղաքական գործոն այս ընտրություններում չլինի։ Եվ ոչ միայն նրանք, այլև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ֆիգուրանտ են սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգում արձակած մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճռում։ Դուք ձեր մասով եք ասում ամեն ինչ անելու ենք, եթե այո, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք պետք է լուծարվեն եւ ցուցակով այդ մարդիկ ուղղակի օրենքով ցմահ արգելվի նրանց զբաղվել քաղաքականությամբ եւ ունենալ հրապարակային ելույթներ, ծավալել գործունեություն իրավական ոլորտում, նույնիսկ փաստաբանության եւ կրթական ոլորտում։ Այո, նրանց քաղաքական իրավունքները ցմահ պետք է սահմանափակվի, որովհետեւ նրանք պետության անունից մարդ են սպանել, հետո սպանությունը պարտակել են, հետո պետությունը զավթելով կեղծված ընտրություններով պետությունը վերածել էին հանցագործությունների գործիքի եւ հիմա նրանք հավակնում են վերազավթել պետությունը, չի կարող նման բան։ Եվ երկրորդը, մրցունակ կլինենք թե չէ, մենք եւս ոչինչ չենք խնայի մրցունակ լինելու համար եւ դաշտը աղբից մաքրելու համար, աղբի տեղը սովետ աշենի աղբանոցն է,